Բարի օր հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի ժամը 12-ի թողարկումն է, ես Սվետլանա Պետրոսյանն եմ, նախ կարևորը համառոտ։ Հայաստանի մարզերով ադրբեջանցիներ են շրջում, ինչ մանրամասներ է հայտնել ազգային անվտանգության ծառայությունը։ Արտառոց միջադեպ Գյումրիում, ինչ վիճակում է դանակահարված երիտասարդը։ Նոր մանրամասներ կան Աջափնյակում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ, ինչ է հայտնել քննչական կոմիտեն։ Թրամփը հիասթափված է, 10% մաքսատուր կսահմանվի բոլոր ներմուծումների վրա։ Հանրապետության հրապարակից մինչև Շիրակ ու Լոռի։ Վերջին օրերին տարբեր բնակավայրերում քաղաքացիները նկատել են ազատ շրջող շենք-շինությունները նկարահանող ադրբեջանցիներ։ Ասեմ ավելին, հենց նույն ադրբեջանցիները իրենց նկարահանած կադրերը համացանցում են հրապարակել ու մեկնաբանել։ Պարզվում է, հանրության ուշադրության կենտրոնում հայտնված ադրբեջանցիները Ռուսաստանի քաղաքացիներ են։ Armenpress-ի հարցմանն ի պատասխան հայտնել են Հայաստանի ազգային անվտանգության ծառայությունից։ ԱԱԾ-ի փոխանցմամբ նրանք Հայաստան առաջին անգամ չեն եկել։ Հայաստան այցելած ազգությամբ ադրբեջանցիները Ռուսաստանի Դաշնության քաղաքացիներ են, որոնք Հայաստանի Հանրապետություն են այցելել նաև նախկինում 2013 ու 14 թվականներին։ Նրանք Հայաստան են մուտք գործել ու երկիրը լքել են պետական սահմանի Բագրատաշեն անցակետով, իսկ այցը կրել է մասնավոր բնույթ։ Դեպքին ավելի վաղ անդրադարձել էր նաև լրագրող Թաթուլ Հակոբյանը, նշելով, որ խոսքը ադրբեջանցի եղբայրների մասին է, որոնք ռուսական պետհամարանիշներով մեքենայով Վրաստանից մտել են Հայաստան։ Վանաձորից մի նամակ ու տեսանյութ ստացա, թե ինչպես են ադրբեջանցի եղբայրները ճաշարանի մատուցողու ուղեկցությամբ նկարանում Սպիտակ Վանաձոր ճանապարհի վրա գտնվող Արջահովիտ եւ Նոր Խաչակապ գյուղերը, իսկ հայ մատուցողուին ներկայացնում է գյուղերը։ Մինչ Հայաստանում հանգիստ շրջում են ադրբեջանցիներ, օկուպացված Արցախում շարունակվում են հայկական հետքի վերացման գործընթացները։ Խոսքը միայն տարածքի մասին չէ, բղծում են մշակութային հուշարձաններ ու շիրիմներ, ձևափոխում ու քանդում են քաղաքներ, փորձելով փոխել պատմությունը։ Այս ֆոնին Արցախ բառը ևս դարձել է Ադրբեջանի կոկորդի փուշը։ Ձմեռային օլիմպիական խաղերում Արա Գևորգյանի Արցախ ստեղծագործության անունը չհնչեցնել է Ադրբեջանի պահանջներ։ Հայաստանն էլ ոչինչ չի արել դա կանխելու համար։ Երաժշտությունը հնչել է, բայց չի հնչել Արցախ բառը։ Անի Աբաղյանն է զրուցել ստեղծագործության հեղինակի Արա Գևորգյանի հետ։ 5-րդ օլիմպիական խաղերը, որտեղ Արցախ երաժշտությունը հնչում է։ Ռուս, վրացի եւ այլազգի մարզիկներ Արա Գևորգյանի Արցախ երաժշտության տակ սահել են, մրցել, հաղթել։ Օրեր առաջ Միլանում առաջին անգամ Հայաստանը ներկայացնող գեղասահքի սպորտային զույգը սահեց Արցախի ներքո։ Ադրբեջանը բողոք էր ներկայացրել միջազգային օլիմպիական կոմիտե Արցախ ստեղծագործության վերաբերյալ։ Երաժշտությունը մնաց, անունը ոչ։ Ես կարծում եմ դա միջազգային օլիմպիական կոմիտեի բաց թողումն է, որովհետև պետքա միջազգային օլիմպիական կոմիտեն ճիշտ է, խաղաղության կազմակերպություն է, ինքը խաղաղասեր է, միջազգային օլիմպիական կոմիտե, ամենայն հարգանքով այդ կազմակերպությանը, նա պետքա մի քիչ խիստ լիներ, որ ասել չէ, երաժշտության մեջ քաղաքականություն մի մտցրեք։ Ադրբեջանն Արցախ երաժշտության դեմ շատ է պայքարել, կոչել ադրբեջանական, ֆիլմերում, հեռուստատեսային հաղորդումներում ներառել, բայց իրականության մասին անդադար խոսելով վերջի վերջո Բաքուն հանրային հայտարարեց. Արցախը ադրբեջանական ստեղծագործություն չէ։ Արցախն ինչպես ծնվեց։ Արա Գևորգյանն է պատմում։ Լաչինի միջանցքը արդեն 4-րդ օրն էր բացվել էր, Շուշիից դեռ ծուխ էր դուրս գալիս, ես այդ ժամանակ եղել եմ այդտեղ եւ ինչ շատ հպարտ եմ զգացել, որ ես այնուամենայնիվ մեր զինվորների կողքին էի։ Եվ վերադառնալուց հետո արդեն այդ ամբողջ ընթացքը ես կարողացա երաժշտության միջոցով պատմել։ Արցախը հնչում է Լաս Վեգասի, Դուբայի, Մոսկվայի, Բաթումի եւ մի շարք այլ քաղաքների շատրվաններին։ Ցավոք սրտի ես վերջերս չեմ լսել մեր շատրվանների վրա։ Արա Գևորգյանին վատ հուշումներ են անում, փոխել ստեղծագործության անունը։ Երաժշտությունը կոչվում է Արցախ, Արցախով էլ պետք է ինքը շարունակվի հնչել։ Ով դեմ է, ով կողմ է, դա բացարձակ հետաքրքիր չի, որովհետև ինքը երաժշտություն է, պետք չի խառնել քաղաքականության մեջ։
Արա Գևորգյանն իր երաժշտությունները կոչում է Արևմտյան Հայաստանի եւ Հայաստանի Հանրապետության քաղաքների անուններով։ Վան, Մուշ, Տիգրանակերտ, Երվանդաշատ, 12 մայրաքաղաքների անունով կան ստեղծագործություններ։ Տարբեր ժամանակների քաղաքապետների առաջարկել էր գրքույկում հավաքել ձայնասկավառակները, որոնք ճանաչողական ու ուսուցողական կլինեն։ Ոչ ոք չի համաձայնել, բայց Գևորգյանը հույս ունի, որ այն կյանքի կկոչի մի օր։ Այդ մայրաքաղաքները մոռանալ պարզապես հնարավոր չի։ Որ ասենք եկեք լավ, չօգտագործենք, չօգտագործենք, բայց սրտերից մեջ այդ անվանումները կա։ Հիմա ինչքան չուզենանք Արարատը օգտագործենք կամ չօգտագործենք, մեկ աչքներիս առաջնա մենք էլ անունը շատ լավ գիտենք, այդ անունն էլ Բիբլիայի մեջ գրված է։ Մեզ համար այս փուլն ուղղվելու, սխալներին նայելու համար է տրված, կարծում է կոմպոզիտորը։ Աշխարհը մերն է, ամեն մի հայ աշխարհի տերն է երգելու փոխարեն, հայելու մեջ արժե նայել, մշակույթը փոխել, այսինքն ոչ թե փոխել, այլ վերադառնալ արմատին, նշում է Արա Գևորգյանը։ Մենք մեր արմատից կտրվում ենք։ Իմ աչքի առաջ, մեր աչքի բոլորի աչքի առաջ, մեր արմատը մեզանից հեռանում է։ Վերադառնալու գործում մեծ դեր ունեն լրատվամիջոցները, նշում է կոմպոզիտորը։ Անդադար ցուցադրել ուսուցողական, ազգային մուլտֆիլմեր, ֆիլմեր, երաժշտություն, ոչ թե սուտ կամ սկանդալ։ Որ գորգի վրա նստած խաղալիքներով խաղում են մեր երեխաները, հեռուստացույցը պետք է իրանց ականջին հնչեցնի ազգային երաժշտություն, հոգևոր երաժշտություն, դասական երաժշտություն։ Պետք է այդ երեխեքը այդ բազմազանությունը պետք է տեսնեն, որպեսզի լավը վատից տարբերեն։ Պետք է շատ խոսենք բարձր արվեստի մասին, որ երեխեքը վատը ճանաչեն։ Եթե լավը չենք ցույց տալիս, ինքը ոնց իմանա, որ այս երաժշտությունը ցածր մակարդակի է։ Պառակտված ու անառողջ հասարակությունը նաև այդ մշակույթի բացակայության հետևանքով է առաջանում։ Միավորված հասարակություն տեսնելու ցանկությունն ու մտքերը ստեղծագործություն են դարձել։ Գևորգյանը մի նախագծի վրա է աշխատում, որտեղ երաժշտությունը սև ու սպիտակներին միավորում է։ Տեսահոլովակ եմ ուզում նկարեմ։ Դահոլներով 500 սև դահոլ, 500 սպիտակ դահոլահար իրար հետ դահոլներով կռվում են եւ վերջում հաշտվում են եւ բոլորը դառնում են սև ու սպիտակը դառնում է հայկական տարազ եւ բոլորը նվագում են նույն ռիթմը, քոչարու ռիթմը։ Հետո հնչում է Տեր Ողորմյան այդ քոչարու ռիթմների վրա։ Շատ սիրուն բան է դառնալու։ Ես չգիտեմ, տեսնում եմ, Երանի օգնողները շատ լինեն, կարողանանք սա իսկապես իրականություն դարձնենք։ Հայկական տարազով խոսքը մեկ է դառնում, սև ու սպիտակ չի լինում։ Տարբեր գույները նկարչության մեջ է գեղեցիկ, բայց մենք նույն ազգի, կրոնի ու երկրի մարդիկ այսքան տարբեր արմատից հեռու չպետք է լինենք։ Վերադառնալ է պետք։ Ես համար առաջ եմ գնում, ասել է կոմպոզիտորը։ Անի Աբաղյան, Էդիկ Մալաքյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Արտառոց դեպք է տեղի ունեցել Գյումրիում, կենտրոնական Վազգեն Սարգսյան փողոցի կանգառում տրանսպորտի սպասող մարդկանց աչքի առաջ դանակահարություն է տեղի ունեցել։ Կանգնել է մի մեքենա, որից 4-ից 5 հոգի դանակներով իջել են, հարձակվել կանգառում կանգնած մի երիտասարդի վրա, նրան տարբեր մարմնական վնասվածքներ պատճառելով։ Գյումրու բժշկական կենտրոնի փոխտնօրեն Արմեն Խաչատրյանից տեղեկացանք, որ շտապօգնության մեքենայով հիվանդանոց է տեղափոխվել 30-ամյա տուժածը, մարմնի տարբեր գլխի, դաստակի, սրունքի և հետույքի հատվածներում կտրող ծակող վերքերով ու քերծվածքներով։ Բժիշկը մեծ զրույցում հայտնել է, որ երիտասարդը վիրահատվել է, վիճակը կայուն է։ Նոր մանրամասներ կան Աջափնյակում տեղի ունեցած միջադեպի վերաբերյալ։ Հայաստանի քննչական կոմիտեն հայտնել է, որ տեղի ունեցած արյունալի միջադեպի մասնակիցներից 12-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Նշվում է, որ պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, նաև մասնակցած անձանց հիմնական շրջանակը։ Կատարված նախաքննությամբ պարզվել է հրազենի գործադրմամբ այլ անձանց կյանքի համար վտանգավոր եղանակով 1 անձի սպանության, ինչպես նաև նույն եղանակով 7 անձանց նկատմամբ սպանության փորձ կատարած անձի ինքնությունը, ում նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել սպանության փորձի, խուլիգանության և հրազենի ապօրինի շրջանառության հոդվածներով։ Նշված անձին ձերբակալելու որոշում է կայացվել։
Ավելի վաղ հայտնել էի, որ Երևանի 40-ից ավելի հասցեներում կատարվել են միաժամանակյա խուզարկություններ։ Քննչական կոմիտեն նաև հայտնել է, որ խուզարկությունների արդյունքում հայտնաբերվել են քննության համար նշանակություն ունեցող իրեր և առարկաներ։ Իսկ փաստաբան Արսեն Բաբայանը ներկայացրել է Արշակ Սրբազանին վերագրվող տեսանյութի փորձաքննության արդյունքը։ Փաստաբանի խոսքով քննչական կոմիտեն չի փորձել պարզել կարևոր հարցը՝ Արշակ Սրբազանին վերագրվող տեսագրությունն իրական է, թե կեղծ։ Քննչական կոմիտեի փոխարեն փորձաքննություններ են արել միջազգային փորձագետները։ Ինչեր են բացահայտվել ու ինչ է ջրի երես դուրս եկել, ռեպորտաժում։ Արշակ arczepiskopos Խաչատրյանի պաշտպանական թիմը հրապարակել է 3 երկրներից՝ Ռուսաստանից, Սերբիայից և Մոնտենեգրոյից ստացված փորձաքննությունների արդյունքները։ Դրանց ընդհանուր եզրակացությունը նույնն է՝ Սրբազանին վերագրվող տեսանյութը ստեղծվել է արհեստական բանականության միջոցով։ Փաստաբանի խոսքով ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ նման տեսագրություն գոյություն չի ունեցել։ Վերլուծությունը վկայում է նյութի ստեղծման մասին նախապես կառուցված վիրտուալ միջավայրում։ Այսինքն այստեղ խոսքը գնում է հենց արհեստական բանականությամբ ստեղծված միջավայրի մասին, որ քանի որ այդ ամբողջ տեսագրությունը իրականության մեջ ֆիզիկապես գոյություն չի ունեցել, հետևաբար այս փորձաքննության համաձայն խոսվում է, որ դա վիրտուալ տարածություն է։ Փորձաքննություններով արձանագրվել է նաև, որ տեսագրության ձայնը չի համընկնում կադրին։ Մոնտենեգրոյից և Ռուսաստանից ստացված եզրակացությունների համաձայն ձայնը գեներացվել և մշակվել է առանձին, ապա կցվել տեսանյութին։ Ինչ վերաբերում է նույնականացման հնարավորությանը, 3 երկրների մասնագետներն էլ նշում են. տեսանյութի ցածր որակն ու լուծաչափը թույլ չեն տալիս վստահորեն նույնականացնել որևէ անձի։ Տեխնիկական բարելավումը կարող է բարձրացնել ընդհանուր տեսանելիությունը, սակայն չի ստեղծում բացակայող նույնականացնող հատկանիշներ։ Այսինքն ավելի հասկանալի լինելու համար, ասում է տեսագրության որակը հնարավոր է մի քիչ լավացնել, բայց այնուամենայնիվ անհատականացնող այն նշանները, որի միջոցով հնարավոր կդառնար անձին նույնականացնել, դրանք վերականգնել հնարավոր չի։ Փաստաբանը նաև ընդգծում է, իրենք ի սկզբանե նույնականացման խնդիր չեն ունեցել, քանի որ համոզված են տեսանյութում Արշակ Սրբազանը չէ, ինչը հաստատվեց նաև փորձաքննությամբ։ Ըստ այդմ պաշտպանական կողմը պնդում է, գործով տուժողներ չկան և քննչական կոմիտեի հիմնական խնդիրը պետք է լինի ոչ թե պարզել տեսագրությունում ով է, այլ տեսանյութն արդյոք իրական է, թե կեղծ։ Կեղծ տեսագրությունները ստեղծելու ճանապարհով փորձել են առատավորել այդ մարդու անունը, փորձել են ատելություն սերմանել Արշակ Սրբազանի եւ ընդհանրապես եկեղեցու նկատմամբ եւ հետեւաբար գործի քննության ուղղություններից մեկը կամ մեր համոզմամբ միակ ուղղությունը դա պետք է լինի եւ հետեւաբար պետք է քննություն իրականացվի այդ ուղղությամբ եւ հայտնաբերվեն այն անձինք, որոնք որ իրականացրել են այդ կեղծիկը եւ այնուհետ դրա տարածում։ Փաստաբանի խոսքով սպասում են ևս 2 երկրից փորձաքննությունների արդյունքների, սակայն դրանք քննչական կոմիտե ներկայացնելու անհրաժեշտություն չեն տեսնում։ Նրա պնդմամբ փորձաքննությունները կազմակերպվել են ոչ թե ինչ-որ բան ապացուցելու, այլ հանրությանը ճշգրիտ և հիմնավորված տեղեկատվություն ներկայացնելու նպատակով։ Սեդա Գյուրեղյան, Անդրանիկ Մասուրյան, ABC Media։ Տեղի է ունեցել նաև Մկրտիչ Սրբազանի գործի վերաբերյալ նիստը։ Դատարանատնային կալանքի տակ գտնվող Սրբազանին թույլատրել է այցելել ատամնաբուժարան, իսկ պատարակներին մասնակցելու և եղբոր երեխաների հետ տեսակցելու միջնորդությունների քննությունը հետաձգվել է։ Տեղի ունեցել նաև Փարաքարի ղեկավար Վալոդիա Գրիգորյանի սպանության գործի վերաբերյալ դատական նիստը։ Դատավոր Մուշեղ Արամյանը հայտարարել է, որ ավարտել է նախնական դատալսումների փուլը, հիմնական դատալսման փուլը կսկսվի մարտի 10-ին։ Սակայն երեկվա նիստը բավական լարված է անցել։ Վալոդիա Գրիգորյանի սպանության համար մեղադրվող Նարեկ Օհանյանի պաշտպան Վահան Հովհաննիսյանը միջնորդել է, որպեսզի դատարանում հարցաքննվեն ախտոյանները։ Հիմնավոր կասկած է հայտնել իր գործում, որ տվյալ անձը կասկածում է այս հանցագործությունը կամ կազմակերպելու, կամ պատրոն իրականացնելու։ Մեր համար այդպեսի կարծիք է ձևավորվել, ուստի համաձայնենք պաշտպանության կողմից։ Թեմային անդրադարձել է նաև ապրելու երկիր կուսակցության համահիմնադիր Մանեթ Հանդիլյանը։ Նշում եմ պիտի հարցաքննվի, այլև եթե ես չեմ սխալվում, նա երկրի շփետի բերման ենթարկվի, միջազգային հետախուզում հայտարարվի, որպեսզի այդ անձը ներկայանա դատարան եւ բացատրություն տա եւ նաեւ ցույց տա, թե նաեւ իրեն եւ ով է հովանավորել այն տեքստերը ասելու, երբ որ նա սպառնում էր Վալոդիա Գրիգորյանին տեսանյութում։ Եվ սրա հետքերով գնալու ենք, որովհետև անձը հնչեցրել է սպառնալիք, որևէ մեկը նրա նկատմամբ հետախուզում չի հայտարարել, սպառնալիք, որը իրականություն է դարձել։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Չանքայայում հանդիպել է զոհված զինվորների ընտանիքների հետ ու հայտարարել, որ Անկարան պատրաստ է ձեռնարկել ցանկացած անհրաժեշտ քայլ երկրի անվտանգության ապահովման համար։ Նա շեշտել է, որ թուրքական զինված ուժերի գործողությունների շնորհիվ ահաբեկչական շարժունակությունը զգալիորեն սահմանափակվել է, իսկ երկրի ռազմական արդյունաբերությունը վերջին 23 տարում հասել է մոտ 80% տեղական արտադրանքի, արտադրելով անօդաչուններ, հրթիռներ, նավեր ու ուղղաթիռներ։ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը քննադատել է Գերագույն դատարանի որոշումը մաքսատուրքերի հարցում, համարելով այն հիասթափեցնող։ Նա նշել է, որ որոշ անդամներ չունեն հանուն երկրի ճիշտը անելու քաջություն։ Թրամփը հավելել է, որ 10%-անոց մաքսատուր կսահմանվի բոլոր ներմուծումների վրա, իսկ մի շարք մաքսատուրքեր անփոփոխ կմնան։ Միջազգային մյուս լուրերը ռեպորտաժում։ Վրաստանում ձերբակալվել է բանակին և ոստիկանությանը վտանգավոր պահածոներ մատակարարած ընկերության ղեկավարը։ Ըստ աղբյուրի Վրաստանի ֆինանսների նախարարության քննչական ծառայության հաղորդմամբ կասկածյալը ձերբակալվել է կյանքի և առողջության համար սպառնալիք ներկայացնող կեղծ արտադրանք արտադրելու և տարածելու մեղադրանքով։ Քննության տվյալներով 2025-ին մասնավոր ընկերությունը ներքին գործերի և պաշտպանության նախարարություններին մատակարարել է շուրջ 24.1 տոննա պահածոյացված ձուկ, 380.792 լարի ընդհանուր արժողությամբ։ Ստամբուլի գլխավոր դատախազության հաղորդագրության համաձայն գերմանական լրատվամիջոցի Թուրքիայից աշխատող թղթակցին Թուրքիայի իրավապահները ձերբակալել են մոլորեցնող տեղեկատվություն տարածելու և նախագահին վիրավորելու համար։ Ըստ հաղորդագրության ձերբակալվածն Ալիջան Ուլուդագինն է։ Հետաքննությունն սկսվել է նրա սոցիալական ցանցերում կատարած որոշ գրառումների հիման վրա։ Deutsche Welle-ի գլխավոր տնօրեն Բարբարա Մասինգն էլ իր հերթին է հայտարարություն տարածելու ասել, որ մեղադրանքներն անհիմն են։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Սարախչին հայտարարել է, որ Իրանն ամերիկացիներին թշնամի չի համարում, բայց Միացյալ Նահանգների կառավարության քաղաքականությունը գնահատում է որպես թշնամական։ Իրանի արտաքին գործերի նախարարն ասել է նաև, որ Թեհրանը Վաշինգտոնի հետ լավ շփումների փորձ երբեք էլ չի ունեցել, եւ իրավիճակը կփոխվի միայն այն ժամանակ, երբ բանակցային լավ արդյունք եւ համաձայնագիր ունենան։ Նա նաև նշել է, որ Իրանի միջուկային ծրագրի համար ռազմական լուծում չկա։ Դա փորձարկվել է անցյալ տարի։ Նրանք չկարողացան ոչնչացնել մեր միջուկային ծրագիրը, ասել է Իրանի արտաքին գործերի նախարարը։ Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփի դեմքը պատկերող պաստառ է ամրացվել երկրի արդարադատության նախարարության գլխավոր գրասենյակի պատին։ Նախարարության գլխավոր գրասենյակի երկուսյուների միջև ծածանվող կապույտ պաստառի վրա գրված է «Կրկին անվտանգ դարձնենք Ամերիկան» կարգախոսը։ Սառցակալած Բայկալ լճի վրայով չինացի զբոսաշրջիկներ տեղափոխող մեքենան անցել է ջրի տակ։ Հայտնաբերվել է 7 զբոսաշրջիկի մարմին։ Մահացածներից մեկը 14 տարեկան է։ Խորտակվածների մարմինները դուրս են բերել 18 մետր խորությունից ստորջրյա տեսախցիկների օգնությամբ։ Արդեն հայտնի դարձած մոր կողմից լքված կապիկին նոր ընկերները նեղացրել են, եւ նա վերադարձել է իր փափուկ խաղալիքի մոտ։ Անահիտ Սարգսյան, Աշոտ Բարբարյան, ABC Media։ Եվ վերջում եղանակի մասին։ Սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 22-ին կեսօրից հետո 23-ից 25-ը առանցին շրջաներում սպասվում են տեղումներ։ Նախալեռնային եւ հովտային շրջաներում անձրևի, լեռնային շրջաներում ձյան եւ ձնախառն անձրևի տեսքով։ Մայրաքաղաքում այսօր ցերեկը կլինի 13-ից 15, իսկ երեկոյան 6-ից 8 աստիճան տաքություն։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ YouTube-ում, Facebook-ում, Telegram-ում, WhatsApp-ում, Instagram-ում եւ TikTok-ում կամ այցելեք մեր պաշտոնական կայք 3w.abcmedia.am։ ABC լուրերի գլխավոր թողարկումը եթերում կլինի ժամը 18-ին, կհանդիպենք։